Ալո, Մարնի, մարդ կա լրա կրող է կողմնին, կեստամ։ Մեր զրուցակիցը Հենրիկ Պողոսյանն է, կանչում են խանութ, գնորդներ կան, պետք է հասցնի, գոմը մաքրելուց, անասունների կերը նախապատրաստելուց հետո շտապում է խանութ, որի և սեփականատերն է և վաճառողը, բայց նրա հիմնական գործը, ինչպես հայրենի Սիզավետ գյուղի մյուս բնակիչների, անասնապահությունն է և կերաբույսերի մշակությունը։ Երկու աշխատանքն էլ ծանր է ու ոչ եկամտաբեր, 7 ամիս մսուրային շրջան է ու շատ ծախսատար է անասուն պահելը, նաև այլ պատճառներ կան, սկսած ոռոգման ջրի բացակայությունից մինչև դիզվառելիքի բարձր գները։ Սայլարկեն թանկ է, ցավը տանեմ։ Գեղացուն պիտի օգնի սայլարկեն իջնի, որ գեղացին տնի վարու ցանկեն է, քաղու կրոցեն է, առելիքին է։ Անջեր դիլերիվ, անձրևի հույսով ինչ որ եղավ, ոռոգում ընդհանրապես չունենք։ Այս եւ այլ բազմաթիվ խնդիրների պատճառով բնակչության թիվը աստիճանաբար նվազել է, հասնելով 250-ի, իսկ ժամանակին Սիզավետը եղել է տարածաշրջանի ամենամեծ գյուղը։ Այս տարի տեղի միջնակարգ դպրոց ընդամենը 1 առաջին դասարանցի է ընդունվել։ Նույն պատկերն է հարևան Սարագյուղում, որի դպրոցում եւս 1 առաջին դասարանցի է սովորում եւ հետաքրքիր է, որ այդ փաստը մեծ ուրախություն է պատճառել համագյուղացիներին։ Դպրոցում ունենք 8 աշակերտ։ Այս տարի առաջ դասարանցի մի օկին ունեցել ենք, շատ մեծ ուրախություններ գյուղի համար։ Ըստ Սիզավետի եւ Սարագյուղի բնակիչների եւս մեկ լուրջ խնդիր կառաջանա, եթե փակվեն իրենց գյուղերի դպրոցները եւ երեխաները ստիպված լինեն հաճախել Բավրայի նորակառույց կրթօջախ։ Դպրոցը կփակվի մեր։ Բավրայում այդ ավակ դպրոց սկերտան, որ եթե գյուղում դպրոց չկա, ուրեմն գյուղն է կվերանա։ Բավրատանը ով կբերի, ով կտանի։ Երկու թորսել Լեննագան կերտան, հիմա Լեննագանին դասի։ Դպրոցի եւ ենթակառուցվածքների բացակայությունը հեռավոր գյուղերը լքելու հիմնական պատճառներից են։ Մեր հարցմանն ի պատասխան տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից այսպես են արձագանքել։ Գյուղական բնակավայրերում բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակն առաջին հերթին տարածքային համաչափ զարգացումն է։ Համաչափ զարգացման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ նման գյուղերում երիտասարդներն ապագա չեն տեսնում եւ բնական աճ անգամ չկա։ Նորաստեղծ ընտանիքները շատ քիչ են, քանի որ աղջիկները հեռավոր գյուղեր հարս գնալու ցանկություն չունեն։ Չեն կա, գյուղը հեռու է, կդրված է։ Աղջիկ չեն տա Այսինքն տեղին կուդան, գյուղին չեն տա։ Գայլներին կորդերնի ընջի կերտան կեղեն, փախնին։ Եվ Սարագյուղում եւ Սիզավետում մեկական փողոցի բարեկարգման աշխատանքներ են տարվում։ Սուբվենցիոն որոշ ծրագրեր իրականացվել են, սակայն ի տարբերություն Սարագյուղի բնական գազը դեռ Սիզավետ չի հասել։ Գազաֆիկացված չէ, գալող տարվա մեջ նկատի ունեցել են արդեն։ Նախարարությունից թվարկում են Շիրակի մարզում նախատեսված սուբվենցիոն ծրագրերը, պատասխան նամակում նշված է։ 2023-25 թվականներին հավանության է արժանացել Շիրակի մարզի 77 սուբվենցիոն ծրագիր, փողոցների, այգի պուրակների, խաղահրապարակների բարեկարգում, համայնքային շենքերի, մանկապարտեզների կառուցում եւ նորոգում, լուսավորության անցկացում, գազաֆիկացում եւ այլն։ Ծրագրերը հիմնականում վերաբերում են շենք շինությունների կառուցմանն ու նորոգմանը եւ որոշ հատվածների բարեկարգմանը, սակայն գյուղացիները տասնյակ հարցեր են առաջ քաշում, որոնց լուծման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել, թեև խոստումներ եղել են։ Առաջնահերթի խնդիրը երթևեկությունն է, գյուղ քաղաք։ Գյուղ վարկեր կար, Անտոգոս էլ կար։ Ճիշտ ասած չգիտեմ ինչով է պայմանավորված չեղնելը։ Անտոգոս վարկան առաջի, երկրորդն էլ կոնե այդ վառելիքով օգնին ու ժողովուրդ առաջ էստա։ Կառավարությունում լավ գիտեն այս խնդիրները, թեև պաշտոնյաները ժամանակ չեն գտնում այցելել հեռավոր գյուղեր, այլ է պատկերը ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում, երբ գյուղացիներից քվեներ կորզելու ակնկալիք կա։ Ամենաթեժը կսկսվի ընտրության ժամանակ ու կան շատ լավ խոստումներ կուտան։ Ով դիկա, ով է խելար կհասնի հոս։ Ընտրությունից էներ փուք։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Ռեգիոնս TV, Շիրակի մարզ։